Մարդիկ են անտարբեր անցնում, ոչ մի արձագանք չի տալիս, գոնե ձեր կողքին կա։ Գիտեք, ամենացավոտը որն է, ճիշտ եք ասում, շատ անտարբեր են անցնում, ինչը որ իրոք մեծ ցավ է պատճառում, որովհետև այդ երեխան, որ պահել է այդ հողը, չի պահել մենակ իմ համար։ Այսօր ինքը գերև արվել է, տանջվում է, այնտեղ տառապում է, մայրս տեղա տանջվում, տառապում, բայց այդ հողը, որ իրանք պահել են, իրանց այրան գնով մեր տառապանքի գնով վայելում են ուրիշները, վայելում են ու այդքան անտարբեր են, ամենամեծ ցավը դա է, ավելացնելու բան չունեմ։ Կոնտրոլիկ Քոչարյանը, երբ որ ազգային ժողովում ասում են, հարցը ընթացքի մեջ է, մենք թերացումներ ունենք, բայց անում ենք գործ, ինչ կասեք այդ մասով, արվում է։ Գիտեք, ես ոչ մի գործ չեմ կարող ասեմ, արվում է, չի արվում, եթե նախ գործ արվեր չէր հասնի, մինչև 4.5 տարի, գրեթե 5 տարի ու կլիներ ավելի շուտ արդյունք կլիներ կամ այսքան ժամանակ եթե այս անհետ կորած 200 եւ ավել երեխեքից գույնե մի հատը բացահայտված լիներ, միգուցե կհավատայի, որ գործ են անում, բայց ինչպես տեսնում եք, ոչ մի երեխա չի հայտնվել, ոչ մի նորություն, ոչ մի ծնող չունի, այսինքն ես չեմ կարա, ես երբ որ տեսնեմ ինչ որ մեկ երեխան հայտնվել, այդ ժամանակ ասեմ, հա գործ է արվել, բայց քանի չեն հայտնվել, չեմ հավատում ոչ մեկի։ Չեն տեսնում, իշխանություն չի տեսնում ձեր ապացույցները։ Տեսնում են, ասում են դե ինչ անենք հասկացեք դիմացինը թուրք է, բայց երբ որ իրանք նորակոչիկ երեխեքին պիտի տանեին սահման, հասկանալուց չկային, այդ հասկանալու ուղեղը չունեին, որ նորակոչիկ երեխեքին 2 ամսվա ծառայողի երեխան 2 ամսվա պատերազմի դաշտում 2 ամիս է լրացել։ Ինչի համար մտածված տանում էիք մսաղած, հա, պլան ունեիք դնել, որ պետք է անպայման մի հատ 4-5 հազար զոհ ունենայիք, հա, այդ էր ձեր պլանը։ Հիմի լավ եք զգում, բավարարված եք զգում, երկնքից արժանանակ ձեր պատժին։ Ողջույն մի հարց, ձեր տղան է անհետ կորած եւ վերջի անգամ երբ եք իր հետ խոսացել։ Դեք չեմ ուզում անհատականացնեմ։ Արեք չանհատականացնենք, որովհետեւ բոլոր երեխեքն էլ օրը մի օրով կամ օրը մի քանի երեխա կորել է։ Բոլորն էլ նույն հողի համար են պայքարել, բերեք չառանձնացնենք երեխեքին։ Ամեն դեպքում տեսեք, մենք անընդհատ խոսում ենք, անընդհատ պահանջում ենք, բայց այդ որ ասում են դիմացինը թուրք է, իսկ խաղաղություն պայմանագիր կնքելուց չեն հասկանում, որ դիմացինը թուրք է, այսինքն երբ որ հարցը հասնում է մեր երեխաներին, մեր տղաներին, հասկանում են, որ դիմացինը թուրք է, իսկ երբ որ հարցը հասնում է խաղաղության պայմանագրին, մենակ այդ ժամանակ են բարեկամության մասին մտածում։ Ուզում են արդարացնեն, որ խաղաղության պայմանագրի մեջ կա նաև կետ, որը կտա երեխաների վերադարձ, բայց դե թե ինչքանով է մենք վստահ լինենք կամ ինչքանով են իրանք թուրքին հավատում, որ թուրքը խաղաղության պայմանագրից հետո կվերադարձնի, ես չեմ կարող ասեմ, չգիտեմ։ Ես որ եթե այսքան ժամանակ այդ ինչ որ քարտեզ են տվել, չգիտեմ ինչ են տվել ու տեղ, այսինքն երեխա չի եկել, ես չգիտեմ։ Եթե հա այդ խաղաղության պայմանագիրը կբերի երեխեքին իրոք, համամիտ եմ, բայց որ չբերի իրանք պատկերացնում են, ես այսքան ցավի մեջ տառապող մայրս, ես կարելի եմ խաղաղ ապրեմ Թուրքի հետ։ Ես կողմնակից եմ խաղաղության, ընդհանուր ամեն ինչին եմ, ես ոչ թե Թուրքին, այլ ընդհանուր, ես խաղաղ մարդ եմ։ Ես սիրում եմ, որ չլինի պատերազմ, որ ոչ մի մայր չտառապի այլևս, այս ցավը չտեսնի ոչ մի մայր, բայց եկեք իրատես լինենք, էլի, որ եթե այդ խաղաղության պայմանագիրը կնքվի ու երեխեքին չբերեն, ես կարելի եմ ինձ տիրապետեմ, երբ որ տեսնեմ իմ թշնամուն իմ դիմաց։ Ոչ։